այդքան խոսում եք դրանց հետ, ուզում եմ ջոկեմ։ Մեզ արգելում էր ոստիկանությունը շարժվել։ միակ միջոց։ Արգել մենակ ով է ձեզ արգել են։ Ասմա դուք մեզ ասել եք Բա իրաց ասելով չեմ ար գնացեք կանեք իրանք են մնում մեզ բան ասեին։ Բարև ձեզ լավ եք։ Լավ եմ։ Երկու բառով ասեք ինչին եք դեմ, եթե կարելի է իհարկե։ Իսկ պետք է ավելի հեշտ կլինի ասել ինչին ենք կողմ։ Շատ լավ։ Ընդհանրապես այն ինչ ներկայացված է, որպես կենտրոնի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծ, իսկ բանը ներկայացրել ենք մենք, մշակել ենք մենք, մեր միջազգային գործընկերների կողմից հասկանալի է, որ չէր թողնվելու դրանից ոչ հանրային առողջապահության եւ ոչ էլ միջազգային հանրության կողմից ընդունված բոլոր մարդասիրական նորմերով միջավայրի անվտանգության խնդիրների լուծումը, այսինքն թողնել ամեն ինչ այնպես ինչը թույլ կտա առաջին հերթին մսխել շարունակաբար համայնքային բյուջեն եւ նաեւ տրամադրել բացարձակ հակառակը ի վնաս, որովհետեւ մի բան է երբ ապարդյունը, մի բան է երբ դա վնասում է շարունակաբար, ավելին դա նաեւ մեծ խնդիրներ է ստեղծում կենթանասեր հանրության համար եւ որևէ կերպ չի կարող նպաստել Հայաստանի անգամ մոտակա ապագային թե մարդու իրավունքների, թե առավել եւս կենթաների բարեկեցության տեսանկյունից։ Շատ ճիշտ եք ասում, շնորհակալ եմ։ Ես եմ շատ շնորհակալ, ես Նարեն եմ Արամյան։ Իհարկե ձեզ ճանաչում, շատերը ճանաչում, բայց որ իմանան թե այո, որ այսօր ես, այո, որպես Propose կենթաների բարեկեցության բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյան։ Շատ հաճելի է, տեսեք ժողովուրդ ջան, որ ասում եմ ինչքան տարբեր մարդիկ են այստեղ հավաքվել ու իրանց կարծիքը արտահայտում ու ոչ այս նորմալ չէ, էլի խնդրում եմ դուք պիտի սա ուղղակի հաշվի առնեք, չեք կարող։ Իհարկե, դա որևէ կերպ չի կարող նորմալ լինել, դուք իրավացիք։ Այսքան մարդիկ այն նախարարությունների ներկայացուցիչների, որոնք որ հետագայում պետք է առնչություն ունենան տվյալ օրինագծի աշխատանքների հետ։ Բոլոր մեր այդ պահանջները մնացել են անպատասխան։ Որևէ պաշտոնական գրության եւ որևէ պաշտոնական պատասխան մենք չենք ստացել։ Եվ զուգահեռ դրան մենք ունենք մի իրականություն, երբ որ մեր ձայնը այսօր բացարձակ լսելի չէ։ Եվ այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հերթական անգամ մենք բոլորս արձանագրենք, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի ընդունվի մի օրենք, որտեղ չկան հստակեցումներ, որտեղ չկան հստակ դրույթներ, որտեղ օգտագործված են եզրույթներ, որոնք որ հետագայի համար թողնում են բազմաթիվ բաց դռներ։ Այն է կենդանիների զանգվածային հավաք, որը միանշանակ բերելու է կենդանիների զանգվածային քննեցման։ Քանի որ տվյալ նախագծում ամրագրված չէ, որ կենդանիների թվաքանակի կարգավորումը պետք է իրականացվի միայն շրջափակման ճանապարհով։ Ամրագրված չէ, որ կենդանիների կարգավորումը չի կարող լինել քննեցման միջոցով եւ այդ առումով քննեցումը արգելված է։ Որևէ մեկը թող չտա մեզ հղումներ անասնաբուժության օրենքի։ Անասնաբուժության օրենքում նույնպես չկան ամրագրված այդ դրույթները, որոնք կապված են կենդանիների թվաքանակի կարգավորմանը։ Այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք եւ կրկնում ենք. ոչ անօրեն քննեցմանը։ Ոչ անօրեն քննեցմանը։ Այո, հանրային վերահսկողությանը։ Այո, հանրային
բյուջեն, երբ որ չի իրականացնում աշխատանք, երբ որ հանրության մոտ առաջանում է թյուր կարծիք, որ ստեղծությունը չի տալիս որևէ օգտակարություն, ինչը չի համապատասխանում իրականությանը, այն որ այսօր վերահսկողության բացակայության պատճառով մենք ունենք նման անփրիտ իրավիճակ, այն որ այսօր լինելով, ապրելով 21-րդ դարում, մենք առ այսօր չենք իրականացրել ստաբիլ ստեղծման ծրագիր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով, առ այսօր չենք դրել շատ խիստ օրենքներ և դրույթներ, կապված կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ, այն որ մենք այսօր մոռացել ենք այն մասին, որ անդուր կենդանիները իրենք չեն ընտրել փողոցում ապրելու ուղին, որ այդ ամենը սկսվել է մարդուց, դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ընդունել մի նախագիծ, որի խմբագրությունը չի տալիս մեզ այսօր և որևէ հստակեցում, որի խմբագրությունը այսօր ձեր ստորագրությամբ լիազորում է այդ կոռուպցիոն սխեմաները, մենք պահանջում ենք, որպեսզի լինի հստակ հանրային վերահսկողություն, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, որպեսզի փոխվեն այդ նախագծի բոլոր երկիմաց եզրույթները, լինի կատարված մասնագիտական աշխատանք, որպեսզի ընդունելուց օրենք մենք ոչ թե ունենանք թղթի կտոր, որը հետագայում որևէ կարգավորման չի բերելու, այլ իրապես ունենանք ամբողջականացված օրենսդրություն և արդեն իսկ 2, 3, 4 տարի անց մենք տեսնենք արդյունք, ունենանք արդյունավետություն և այո, ոչ ապօրինի քնեցմանը, այո հանրային վերահսկողությանը, ստեղծումը միակ միջոց, կենդանիներն ունեն ապրելու իրավունք, քննարկվել է աշխատանքային խմբի ներկայությամբ, մասնագետների ներգրավման, կենդանապաշտպան ՀԿ-ների ներգրավման, որոնք որ տվել են դրական կարծիք և եզրակացություն։ Կառավարության շենքի մեջ գտնվել է, մենք բոլորը այդ պահից,
շարժվում ենք դեպի պրոսպեկտ, այնուհետև բարձրանալու ենք նորից դեպի Կասկադ Համանյանի արձանի մոտ։ Խնդրում եմ մի բաժանվեք, հետևի եկողները փոքր ինչ արագ գան, որպեսզի մասնակցեն եւ լսեն, թե առջևում ինչ է տեղի ունենում։ Շարժվենք, ժողովուրդ ջան։ Ոչ են կարող Հայաստանի Հանրապետության Куда-то. Милиционер сказал, что ее расстреляли.